Բարի լույս եւս մեկ անգամ սիրելի հեռուստադիտողներ, հուսանք, որ մենք այս պահին չունենք տեխնիկական խնդիր։ Եվ այո, լսելի ենք եւ քանի դեռ լսելի ենք, շտապ ենք առանց մի վայրկյան անգամ կորցնելու ներկայացնել մեր հյուրին։ Մենք արդեն մեկ անգամ առիթ ունեցել ենք նրա հետ եթերում շփվելու եւ հիշում ենք, որ հեռուստադիտողներն էլ տպավորվել էին ու հաստատ կուզենային եւս մեկ անգամ լսել նրան։ Այագետ Արտուր Արմինն է մեր հյուրը, մենք մեծ հաճույքով ողջունում ենք, բարի լույս։ Բարի լույս։ Եվ ձեզ էլ առաջարկում ենք ընթացքում զանգահարել 349286 հեռախոսահամարով եւ մասնակցել մեր զրույցին, ձեր հարցերը տալ, ձեր կարծիքներն արտահայտել։ Իսկ մենք սովորաբար այնքան շատ թեմաներ կան քննարկելու Արտուր Արմինի հետ։ Որտեղ կանգ առանք անցած անգամ։ Նորից կարող ենք։ Նորից անպայման կցանկանայի, այքոնը որ ծրագիրը կոչվում է, սկսենք նորից։ Նորից սկսենք ու անցյալ անգամ ես շատ լավ հիշում եմ, որ մենք տպավորված էինք մեր Արագած լեռան վերաբերյալ քննարկումներից եւ մի փոքր վերհիշենք այդ ամենը եւ շարունակենք։ Սովորաբար մենք ասում ենք Արարատ եւ սփյուռքահայերի համար է դա շատ կարեւոր տեսնել, մեզ համար մեծ հպարտություն է եւ շատ կարեւոր է, բայց մի քիչ մոռացության ենք մատնել Արագած լեռը, որը հաստատ ունի շատ լուրջ խորհուրդ եւ լուրջ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի ձևավորման մեջ։ Նո, այս գրքում ես Արագած լեռը կենտրոն համարելով կապել եմ դրա հետ, ինչու, որովհետեւ նախ նա մեր տարածքում է, հետո կոչվում է ինքը Արևի լեռն է, այսպես ասած, քառագագաթ։ Ըստ որոշ տվյալների հնագույն քրմական տաճարը եղել է Արագած լեռան առանթեր լանջին։ Բայց խնդիրը դա չէ, այս գրքում, որ անցյալ անգամ դուք ներկայացրեցիք, ուղղակի որպեսզի հեշտ լինի ընկալել փիլիսոփայական եւ հիմնադրույթային խնդիրները, ես օգտագործեցի պատումային, հա, մի քիչ ֆոլկլորային Արագած եւ այլն գերմանական էակները ասում են ու դա գրվում աստվում է։ Սա գեղարվեստական ֆորմայի միջոց է, որպեսզի ընթերցողը շատ ավելի հեշտ կարողանա ընկալել կամ ինչպես ասում են այսօրվա մեր լեզվով խափեսն անես քո դաշտը թեկուզ բարդ դաշտը առավել մատչելի դարձնել առավել մատչելի կամ դա միայն սկիզբն է առաջի գլխում է մնացածը արդեն գնում է բարդ հիմնադրույթների քննարկում այսինքն ինչ է ազգը ինչու ազգ ինչ է ընդհանրական բարոյահոգևոր նկարագիր եկեք շատ կարճ անդրադարձ կատարենք այդ կետերին առավել խորացված տարբերակով մարդիկ պետք է ընթերցեն որպեսզի սկսեն իրենք էլ մտածել, իրենք էլ վերլուծել։ Համենայն դեպս արդեն սկսել եմ, որտեղ ես արդեն շատ սահմանափակ գրքերի քանակ ունեմ։ Նշանակում է համարյա բոլորը սպառված է։ Մենք նաև, եթե չեմ սխալվում, Արագած լեռան մասին, քանի որ այն շատ հետաքրքիր էր, դուք մեզ ներկայացրեցիք, որ արևի ծագման, հա, այդ կլոր տարվա արևը ծագում է կարծես, հա, Արագածից ու այսպես ինչ որ մաթեմատիկական հաշվարկներ արեցիք, թե ինչպես է ստացվում, որ դեկտեմբերի վերջում մի քանի օր նույն տեղից ծագում է, նույնտեղ արևը մահանում է ու նորից ասեմ, որ ավելի լավ հիշեք, դա Արագածը չէր, այլ ուղղակի արևը արևելքում ծագում է, մայրը մտնում արևմուտքում եւ կորագից է ստեղծում։ Եվ քանի որ երկրագնդի առանցքը տատանվում է, շատ չնչին տատանում ունի, որը ասենք ամեն 2000-2160 տարին մեկ 30 աշճան է արդեն, դա արդեն ահռելի է եւ այդ պատճառով մենք երկնակամարում զոդիակները, աստեղատները տեսնում ենք տարբեր օր տարբեր դիրքերում դուրս գալու հետ կապված։ Ես ձեզ այն անգամ բացատրեցի, որ ասենք քրիստոնեության մեջ ընդունված խաչի վրա, հա, այսպես ասած Քրիստոս հասկացողությունը դա ունի իր էզոթերիկ հիմքը, որը նշանակում է ուրեմն արև այսպես կորագծով ծագում եւ մայր է մտնում, հետո իշքան մոտենում եք ձմռանը կորագիծը փոքրանում է, հա։ Եվ դեկտեմբեր 22, 23, 24 արևը արդեն դա տեսողական պերսպեկտիվա է։ Այսինքն երբ որ արևը արդեն ծագում է նույն տեղում, հորիզոնին մոտ, հողին կպած եւ մարում է նույն տեղում։ Հետևում առավոտ շուտ դեռ լույսը քիչ բացված մենք կարող ենք տեսնել կամ որ արևը դուրս եկավ նրա հետևի ֆոնին մենք տեսնում ենք հարավային խաչ համաստեղությունը։ Սա ինչ եղավ 3 օր խաչի վրա
հետո համբարձվեց։ Դեկտեմբեր 25-ին արևը նորից սկսում է, դա կոչվում է ձմեռային արևադարձ, նորից սկսում է իր պտույտը։ Հիմա նույն ձևի ասենք մեզանից 3000 տարի առաջ, քանի որ երկրագնդի այս առանցքը ուներ ուրիշ շեղում, քան այսօր 23.5 թվականը, ինչքան հիշում եմ այսօր, ուրիշ շեղում, ապա այդ դեկտեմբեր 25-ին ուրիշ աստեղատուն կերևար արևի ֆոնին։ Եվ գիտեք, որ աստեղատունը կերևար, հարալեզների աստեղատունը, մենք արդեն գնացինք Շամիրամ Արագեղեցիկ։ Այսինքն հետևում մենք տեսնենք Գայլաշան համաստեղությունը, որոնք կլիզեն արևի վերքերը եւ արևը նորից կհանվարձվի։ Շատ հետաքրքիր է, որ եթե մենք էլի հետ գնանք, էլի մի ուրիշ հնագույն էզոթերիկ կամ պատում։ Սա գիտություն է։ Մենք հետո ուրիշ համաստեղություն ենք տեսնելու, այսինքն այդ օրը այո, կամ ասենք թե ասենք Գայլանային գիշերավասը։ Քանի տարի ասացի։ 3000 տարի առաջ, ասենք։ Չէ, 3000 չէ, քանի տարին մեկի առանցքը փոխվում, 2160 տարին, դա պայմանական է, մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ, բայց հները որպես սխեմատիկ տարի եւ սխեմատիկ տիեզերական մեծ տարին ընդունում էին, ուրեմն տիեզերական տարին, մեծ տարին 25920 տարվա գումարը, ինչ է դա նշանակում, 12 աստեղատների մեջ ամեն մեկում այդ 30 աստիճանը տեղափոխվելով, դա ոչ թե տեղափոխվում է, քեզ թվում է այդպես, որովհետև երկրագնդից այդ տեսողական պերսպեկտիվայով է, սա բանան տարանցքի տատանման պատճառով ամեն աստեղատան մեջ 2160 տարի, 12 անգամ 2160 տարի, անում է 25920 տարի։ Սա կոչվեց տիեզերական մեծ տարի։ Նույնը վերաբերում է մեր Սասնա Ծռեր էպոսին, որի աշխատությունը դեռ 2007 թվականին էլի Երևան Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի դահլիճում եղավ պրեզենտացիան եւ վերնագիրներ հնագույն հեթանոսական աստվածաշունչ Սասնա Ծռեր էպոսը եւ առաջին անգամ էր, որ ես ապացուցեցի եւ մաթեմատիկորեն, ֆիզիկայով եւ աստղագիտական այդ բաներով եւ ամեն մի տողի տակ գրված ենթատեքստերով կամ ուղիղ անալիզներով հնագույն մնացած աշխարհաճանաչողական այդ հավատամքային կոնցեպտների հետ, որ մեր էպոսը ոչ թե միջնադարյան է, դա աբսուրդ է։ Մեր էպոսը հնագույն, վաղագույն հնդեվրոպական մայր պատումների ճյուղի մեջ է տեղավորում, առավելին։ Եթե մենք ընդունում ենք, իսկ դա այդպես է, որ հնդեվրոպական լեզվընտանիքի նախահայրենիքը հայկական լեռնաշխարհն է նաև, ապա մեր էպոսը այն հիմնական հավատամքային աշխարհճանաչողական կոնցեպտն է հին շրջանում, ասենք 8-10 տարի առաջ, որը բանավոր փոխանցումով եկե հասել է մինչև մեզ։ Եվ դա զարմանալի չէ, դա լինում է, մենք ունենք շատ օրինակներ, որ բանավոր փոխանցմամբ, ասենք թեկուզ հենց վեդաները կամ ասենք 5 տականի որոշ պատումներ 1000 տարի եւ ավելի բանավոր փոխանցում են եղել, հետո են նոր գրի առնվել։ Այսպես։ Իսկ ինչ վերաբերում է մեր հնագույն այդ հավատամքային կարգակառույցին, ապա քրիստոնեության մուտքից հետո տաճարի ավերումից եւ այլնից հետո այդ պատումը տարածվեցին ժողովրդի մեջ եւ ժողովրդական գուսաները փոխանցման շնորհիվ մի քիչ ավելացնելով, մի քիչ ֆոլկլորային գույներ տալով հասցրեցին իջև մեր օրերը, շնորհակալություն նրանց։ Նաեւ ավակ սերունդի, այսպես ասած, էպոսագետների շնորհակալություն հավաքելու համար եւ չշնորհակալություն նրանց, ովքեր մեր էպոսը կնքեցին միջնադարյան, այսօր կան կեղծարարներ։ Ես այնքան միամիտ չեմ, որ հավատամ, թե իրենք առանց հասկանալու են անում, գիրքել լույս տեսնում Միացյալ Նահանգներում այստեղից է հեղինակա անունները չտամ, մեկ էլ էպոսը արդեն տարել են 12-ից 14-րդ դար, մենք անցել ենք դպրոցում 7-ից 8-րդ դար չէ, ասում եկեք բերենք սարքեք 21-րդ դար պրծեք, ինչ եք գիտ, ասինքն և պատմագիտության մեջ, և մշակույթի մեջ, ամեն ինչի մեջ բոլորիս քաչ հայտնի կա քաղաքական միտում, նաև անշուշտ կա հների հին դպրոցի կարծրատիպը, որը շատ դժվար է,
քանդել ու նոր բան ասել։ Տեսեք օրինակի համար հենց թեկուզ եգիպտոլոգիա է ասպարեզում հին դպրոցը հազարավոր դոկտորականներ են գրվել եւ այլն եւ Քյոփսիբուրգը 4500 տարեկան է։ Անտոնի Վեստ, Ռոբերտ Բուվալ, սրանք արդեն ոչ թե պատմաբաններ կամ բանասերներ են, այլ բարձրագույն կարգի ֆիզիկոսներ, ինժեներներ եւ այլն։ Սրանք լրիվ նոր մոտեցում ունեցան այդ ամեն ինչի։ Եվ շատ ճշգրիտ գիտական մոտեցում, այսինքն օրինակի համար բուրգի քարերը վերևի մասի, հա, այսպես ասած, մի բազմաթիվ կտորներ կոտրելով ուղարկեցին տարբեր լաբորատորիաներ չգիտեն ինչ քար է եւ այլն, բոլորը թաքնագրված, ճիշտ համարակալված եւ այլն։ Պատասխանը եկավ, որ ջրային նստվածքներ կան այդ քարի մեջ, նշանակում է այդ բուրգի ժամանակին եղել է ջրի տակ, երբ դա կարող է լինել, մի խոսքով գեոֆիզիկան, երկրաբանությունը եւ այլն, այս մասնագետները ապացուցեցին, որ եգիպտական բուրգը մի քանի անգամ շատ ավելի հին է, քան միջ այդ եղած կարծրատիպը 4500 տարեկան։ Ինչ է ասած, բայց միջև առ այսօր, ասենք համաշխարհային ակադեմիական, այսպես ասած, կարծիքը համառորեն մարտնչում է։ Անկախ նրանից, որ գիտական փաստերը ուրիշ բան են ասում, բայց ինչպես կարելի է, մենք դոկտորականներ, ուսանողներ, մագիստրներ են մեծացել ինչ որ։ Վերջի հաշվով իրենց հացն է կամ ինչ ասեմ, այս է։ Իհարկե կարիերային վերջ է ստանում։ Ճշգրիտ բան կա, ասում է, որևէ համակարգային նոր արարություն փոփոխության հետ կապված հայտնագործությունից մինչև երբ որ գնում է դպրոցական դասագիր տևում է 35-ից 45 տարի։ Այնպես որ բայց դա է իրականությունը վերջի հաշվով շատ լավ է որ այսօր բազմաթիվ ասենք տնտեսագետներ ֆիզիկոսներ, ինժեներներ, քիմիկոսներ մտնում են պատմության, հայագիտության, հատկապես այսօրվա առումով տարբեր գիտությունների ճանաչողության հետ կապված այս խաչմերուկում է, որ քեզ տալիս է հնարավորություն, որ դու տեսնում ես այն ինչ չեն տեսել տարբեր տեսանկյուններից ու տարբեր խոսք ընդհանրապես դա այդպես է։ Եվ ի վերջո սա հիմնավորում է նաև նրանով որ հնում, նույնիսկ ասենք մեր ոսկե դարում, հա, ուրեմն երբ որ ուսանողները, այն ժամանակվա ուսանողները, ասենք ասում էին մաթեմատիկան եւ երաժշտությունը, փիլիսոփայությունը, դրանք բոլորը մեկ առարկա են։ Դա բոլորը մեկ առարկա էր եւ զուգահեռ համակցումը կար աշխարհի ճանաչողական կոնցեպտի հետ։ Այսինքն պատահական բան չէր լինում։ Տեսեք 8 աստվածություններ, դո ռե մի ֆա սոլ լա սի դո, 8 նոտաներ, երաշտական, մեր շվիի վրա 8, ինչ կա, անցքերը, ուրեմն վեդաներից, որ գալիս ենք իրենք հիշեցնում են, Ռիգվեդայի, կասեմ, որ պատում մոռացա, այսինքն եղել է ժամանակ, որ մայր այրական կամ հնդեվրոպական նախահայրենիքում մարդիկ հսկաներ են եւ նրանք ունեին ոչ թե 7 ճակրաներ, այլ 8-ական ճակրաներ։ Եվ հետաքրքիր է այդ մեր մոտ այդ սրինգով 8 շվի դա արարման, բնության արարման, տեզերական արարման հավատամքային ծիսական գործիք է դա։ Հիմա այդ առնն այնպես բան, հա։ Որից է բան չկա, բոլորը փոխկապակցված են։ Եթե ճիշտ կոնցեպտը հասկանում ես կամ մեր հներին հիմարի տեղ չես դնում, հանճարեղ են, այլ դու ես այն երեխան, որ ուզում ես իմանաս թե ոնց, ինչ են ասել նրանք, ապա բացվում է դա։ Հետաքրքիր է, գիտեք, հենց հիմա մտածում էի, որ մեղադրել, որ այն ժամանակվա գիտնականներին, որ Սասնա Ծռեր էպոսը միջնադար, հա, վերագրեցին։ Ես մեղադրում եմ, ճիշտ եմ անում մեղադրում։ Չէ, ասեմ, մի խնդիր կա այնտեղ, երբ մենք խոսում ենք, հա, արաբական այդ հարձակումների մասին, իսկ մեզ պատմությունից հայտնի է, որ արաբական առաջին հարձակումները եղել են 7-րդ դարում, թերևս դժվար է եղել
եկել այն ժամանակ հասկանալ, բայց կա մի բայց, որ խոսքից խոսք գալով ի վերջո եթե առաջ ուրիշ թշնամիներ են ունեցել, այսօրվան են պատասխանեցրել, հա, մեր մեծերը, բայց այ դա էլ տարել, որ միջնադար բերեն Սասնա Ծիրոպոսը, ու էին արաբները հազարավոր տարիներ առաջ։ Էպոսի հետ կապված խոշորագույն հզոր գիտնական Հովսեփ Օրբելին ասում է, սա նախապատմական ժամանակների էպոս է։ Երբ որ մենք խոսում ենք Ցռան-Վերգոյի մասին, մենք խոսում ենք Անդրեևի աստվածության մասին։ Երբ որ Մսրան Մելիքի գունդը 360 լիտր է, դա տարվա սխեմատիկ 300 լուսնային տարվա սխեմատիկ 360 օրն է, ուրեմն նա լուսնի պոստասն է, սրա հակառակը հայկական Ասումսի Դավիթի կամ ասենք սանաս։ Ուրեմն արևայինի պոստաս ասում է գիրք ունի ահռելի գրած։ Կամ գանք մեր մյուս մեծին Թումանյանին, ասում է սա պատմության նախադուրն է հայկական էպոսը։ Եվ սա պերսպեկտիվայի ֆիզիկայի, հա, պերսպեկտիվայի օրենքներին պիտի համապատասխանի, 3-րդ հատորում է գրված Թումանյանի։ Դրանց մոռացանք, գուցե չգիտեմ Մոսկովյան հրանք, ինչ մի խոսքով հա, մենք Սահմանանակ տրամադրություններից սարքեցին միջնադարյան, բայց եղբայր ժամանակ կա ամեն ինչ նորից վերընթերցում գոյություն ունի եւ այլ։ Հետո պատումներ կան, որ օրինակի համար ընդհանրապես առհամարված են, չէ՞ որ 160-ից ավել պատումներ չէ 4 հատորների մեջ հավաքած է, որը չտեսնված աշխատանք են արել ամեն դեպքում, այդ հավաքագրությունը ահռելի աշխատանք է։ Եվ այնտեղ պատումներ կան, որ առհամարված են, ասենք թե փոքր մհերը սպանում է իր 5 քեռիներին եւ մորը, իսկ հորը ապտակ է տալիս, երբ որ գլուխը 170 աշճան պետք է մարդը սպանել, բան է սպանում, ոչ մեկ չգիտի, չէ՞ այդ պատումի մասին, ամենահաճարեղ պատումն է, որտեվ տվյալ ուսումնասիրողը, բանասիրը չի պատկերացնում, որ վերջի հաշվով սա բանը աստղատների հետ կապված խնդիր է, մհերը ժամանակի ամբողջի խոշոր, то есть ժամանակի աստվածությունն է հանդես գալիս։ Այսինքն ինչ է ստացվում։ Իսկ քեռիները ովքեր են։ Որտեղից դուք աշխարհում նայեք կամ հայկական լեռն աշխարհից դուք միանգամից 12 համաստեղություններ չեք տեսնի։ Միջին գծի համաստեղություններ 12, հիմնականը 36 են, 12-ը հյուսային բևեռ, միջին օղակը 12, որ դուք գիտեք, ասենք ցուլ, առույց, խոյ եւ հարավայինը։ Հիմա այդ միջինը 12 համաստեղություն է, դուք չեք տեսնի։ Տեսնում եք 6-ը, հետո այս մեկը գնում է հողի տակ, հաջորդն է գալիս։ Այսինքն մենք 5 ենք։ Հիմա, չէ։ Մենք տեսնում ենք 6։ Հիմա ինչ է ստացվում։ 5 արական աստեղատներից հետո գալիս է կույսի համաստեղությունը։ Յուրաքանչյուրը որոշակի ժամանակ հետո անցնում է հորիզոնի տակ, մենք էլ չենք տեսնում։ Ոչ թե ինքն է անցնում, ուղղակի մենք ենք պտտվում, չէ։ Այս 5-ին սպանելուց հետո մայրը պետք է գա, չէ՞, 6-րդ հետևից մյուսներն են գալիս։ Հա, ինչ ստացվեց, մհերը սպանեց 5 քեռիներին, նաև մորը։ Հայրը եկավ, Դավիթը որպես արևն է հաց։ Ապտակում է, ասում է, այդ թաղեմ քեզ, այս քեռիներից սպանիր, կնոջը սպանեցիր եւ այլ, ասենք։ Հա, սա Զարյանում է մհերը, մի հատ էլ հորն է ապտակում, գլուխ 170 աշճան պատմում է, մի հատ տող կա։ Դրանից հետո արև կլներ այնտեղ, որտեղ մայր կմտներ։ Մայր կմտներ այնտեղ, որտեղ կելնի։ Պարզ է արդեն արևի արևածածի մասին է խոսքը։ Բայց չհասկանալով մենք դրան փորձում ենք, մենք փորձել են, այսպես ասած, չտեսնել այդ ինչ անուն ասես կպցնելով ասենք թե չարություն, սատանություն, չէ, եղբայրտեղ պարզ, ուրեմն ներկայացված է երկրագնդի առանցքի տատանման, փուլային ուրեմն շրջապատուտի եւ այլի մասին է խոսքը։ Կամ օրինակ ես նայեցի եւ շատ ուրախ եմ Սարգիս Այվազյանն է քրավիրը, որին շատ սիրում եւ հարգում եմ, Ուրարտերեն հայերեն պատմահամատական քերականության գրքի հեղինակը եւ մհերի դրան մասին ասեց հարցրեցիք ինքը ասեց որ Արթուր Արմինը մաթեմատիկական բան է բաց։ Հիմա մերի դուրը վանաքարի վրա վերևից ներքև եւ հյուսային եւ հարավային կողմից նույն ձևով արձանագրություն կա։ Շատ խոշոր ժայռի վրա փորագրված։ Այնտեղ գրված է ուրեմն 6 ուլ զենել հալդին 17 ցուլ 34 խոյ զենել հալդին Թեշուբին 12 6 ցուլ 12 խոյ Շիվինին 4 8 եւ այսպես շարունակ։
Զոհաբերության կարգը ում ինչքան պետք է զոհաբերել։ Միջև հիմա մտածում են թե հա էլի ուտել խմելու են ըստ տղերքը, հա ծիսական ուտել խմելու ինչպես այսօր խաշեն ուտում։ Բայց այդպես չէ։ Նույնիսկ մեկ նայելով տեսնում ես, որ այնտեղ մաթեմատիկական լամբադայի օրինաչափությունն է։ Եվ մի խոսքով, երբ որ այդ բոլոր թվերը տրամաբանությունն են, այդտեղ նենց չի էլի մեկը ուզեց ոնց կարծիք sense դες մաթեմատիկան այնքան ճշգրիտ է, մի հատ թիվ փոքր շեղում արդեն կառույց չի, բայց այնտեղ 5 բանաձևերով մի այնպես կարգակառույց է սարքած, շշմել կարելի է եւ վերջի հաշվով, երբ որ ես դա ամբողջը վերընթերցեցի, այսպես ասած դուրս եկա որ ցույց նշանակում է արմատ 2 1.414 Եվ որ այդ prime number-ը դնում ես մեջը ամբողջ այդ փոխհարաբերությունը, ասենք թե շվինի եւ հալդի եւ այլ սրանք էլ որոշակի թվային համակարգեր են ստեղծում, որոնք բոլորը բանաձև են գալիս, դուրս եկավ ամբողջ ցիկատնի սպիրալը ժամանակագրական։ Ահա ձեզ մայրի դուրը այդտեղ ցուլ եւ խոյ մորթելու ուտելու խնդիր չի չկա։ Եվ արել են մեզ համար։ Իսկ մեզ համար ավելի հեշտ չէր, որպեսզի նրանք ամեն ինչ գրեին այդպես։ Հիմա պատկերացրեք, ես եւ դուք նստած ենք եւ մեր ասում ենք են հավասար է MC քառակուսի, էներգիան հավասար է մածերը մասսա բազմապատկած արագացման քառակուսի, հա։ Հիմա մեզանից 1000 տարի հետո չեն ասին լավ այդ են ինչ է, ցեն ինչ է, ինչ է խոսում բանման, դե լավ պրիմիտիվներն են տարերը նշանակե, ասենք թե բանը նարդեն խաղ են խաղացել, հա? Ահա։ Հա, բայց որ տես չէ, էներգիան հավասար է։ Իսկ հիշելու համար լավ դասախոսը լսարանում կասի, իսկ գիտեք ինչ է սերը երեխաներ։ Սերը աղջիկը սիրեց տղային, տղան սիրահարվեց եւ կրկնակի հա աղջկան եւ այլն, այնտեղ զոնքաչ բաներ մտցնես, մի հատ լավ պատմություն չէ, դուրս կգա։ Հիմա են, սերը, էներգիան։ Ահա։ Հավասար է մածերը, մածերը, դա հնդեվրոպական հարմատ չէ։ Հա։ Եվ չէ արագացում, հա, արագացման քառակուսի։ Հիմա այդ նույն բանաձևը ես մած սիրուն պատում կգրեմ եւ այս երեխեք ամբողջ կյանքում չեն մոռանա։ Որ առավել տպավորիչ լինի։ Իսկ գիտե, դա կդառնա առասպել բան, ոնք ասենք հները պրիմիտիվ են, տես ինչ հեքիաթներ են սարքի, առանց հասկանալ, որ դասախոսը համ բարձրագույն գիտական քրմական դասը գիտի, թե ինչ է են հավասար MC քառակուսի։ Իսկ ժողովրդի համար ծիսական սիրուն հեքիաթ արարողություն է գնում։ Աղջիկը սիրեց տղային, տղան սիրեց աղջկան եւ դա սերն է են հավասար։ Այդ տարբերակով հետագայում ամեն օր մենք դա անում ենք, լավ դասախոսը կամ լավ ուսուցիչը, չէ՞ դպրոցում, կյանքի զուգահեռ է բերում, չէ՞, օրինակ է բերում, որ հիշողությունների մեջ մնա։ Չենք մտածում, որ նույն կերպ իրենք են զբաղվել, իրենք են նույն մոտեցումն է եղել։ Հիմա այս ամբողջ պատմության մեջ ինձ մի հարց է մտահոգում, գուցե շատ, չէ, գուցե շատ անհեթեթ թվա, ու վստահ եմ, որ էլի ինչպես միշտ մի շարք հեռուստադիտողներ պիտի մտածեն այսինչ անհեթեթություն է սա չկա։ Բայց մենք փաստորեն տեսնում ենք, որ տիեզերական այդ ամբողջ այդ սխեման, որ գոյություն ունի եւ որը փոփոխման է ենթակա, իր փոփոխման հետ բերում է նոր կրոն, հա? Եթե ժամանակին մեր համաստեղությունները համապատասխանում էին հեթանոսական աստվածություններին եւ մեր նախնիները մեզ ուղակի տիեզերքն էին մատուցել այդ աստվածությունների ու այդ լեգենդների միջոցով, փոփոխման հետ եկավ քրիստոնեությունը, որ էլի իր ամբողջ էզոտերիկան ունի, չունի, բայց նոր խաչի համաստեղության մասին էինք խոսում, ինչի այդտեղ։ Հա, բայց դա քրիստոնեական կրոնի հետ ինչ կապ ունի։ Բայց երբ փոխվեց առաջի դարում, այդ առաջի դարից էլ եկավ քրիստոնեությունը, չէ՞։ Հա, չէ, բայց ամբողջ։ Հիմա ինձ մտահոգում է այդ 2160 տարի հետո, երբ որ էլի կփոխվի ամեն ինչ, ինչին շատ երկար չի մնացել։ Եվ Ջերոսի այո, արդեն չի բան չի մնացել այդ կոնկրետ փոփոխությանը, չկա մտավախություն արդյոք, որ նոր էտապ կսկսվի այս հարցում։ Ինչ լինի մտավախություն, եթե ամեն ինչ միշտ եղել է այդպես։ Միշտ եղել է դա գիտակից մարդը հասկանում, որ ֆիզիկայի հետ շփվում է, դա դուք եք հասկանում, դա ազատ մտածելակերպ ունեցող մարդիկ մենք ենք հասկանում, բայց մարդիկ ովքեր քրիստոնյա են, մարդիկ ովքեր շատ մենք ունենք մեր երկրում, նրանց համար խոճապ հեթանոսության շրջանում, ես հեթանոսության գովկը չեմ անում, որտեղ հեթանոսությունը նաև ունեցել է իր անկումային փուլերը, շրջանները, ասենք արդեն դեռ չի այդ հունական բուլգարացման process-ներ գնում եւ այլն, բայց եթե գնանք ավելի հին շրջան, կամ հենց թեկուս այդ նույն շրջանը, հա,
Գոնե 7 մոլորակների 1700-ականի ճշգրտությամբ կալենդարները, հա, քանի օր է կանը, քանի օր է պատտվում իր առանցքի շուրջ երկրագնդի 361 օր այսքան ժամի, հա, օքեյ, լուսին ինչքան, լուսին եւ այլ եւ այլ։ Այդ բոլորը կար։ Մեկը ինչպես հիմա նորից ձեր մտավախությունը կար, եկավ քրիստոնեությունը եւ ասեց բարև ձեզ։ Ամբողջ Եվրոպայում 1000 տարի երկիրը կլոր երկիրը հարթ է, որ գետերը չթափեն, փղի վրա է, փիղը կրայի վրա է, կրյան փղի վրա մի ասենց աբսուրդ, հա, ինչ չես արիստեղ ես կել դժող կտանեմ սիրելիս։ Եվ ինչ ստացվեց։ 1000 տարի խավար։ Այսինքն պետք էր մի հատ խեղճ ու կրակ Ջորդանո Բրունո կամ Գալիլեյ բռնեն վառային մորթեն եւ կամ Կոպեռնիկոս, որ ինչ էր ասած, մեր չգիտեք ինչ կլոր է փթթվում, ասում ու մի խեղճ ու կրակ շոֆեր մագելը պետք է նստեր նավը, ասես պատտվեր։ Ես դիտմամբ եմ այս բարերը օգտագործել։ Հանդիսատեսը քնից զարթնի։ Ես ինքս Լոս Անջելեսում եւ հեռուստատեսություն եմ ունեցել եւ ժուրնալիստիկայով բավական եւ լուսամսագին եմ հրատարակել։ Գիտեմ որ ամեն 5 րոպեն մեկ պետք է դեմով ինչպես Ստանիսլավսկին ասում ջայլան անցկացնել։ Որպես ուշադրություններ։ Այնպես որ երբեմն այդ որ Երևանյան քաղաքային այդ բառերը օգտագործելու պատճառը սա է։ Կլորի հասկա, то есть գնդաձևի։ Այսինքն 1000 տարի խավարը եղավ, բայց հիմա նորից այսպեսի 1000 տարվա խավար հնարավոր է որ երկրագունդը ապրի փոփոխության շրջան, որովհետև այ ասում եք էզոտերիկա չկա, կա էզոտերիկա, գիտեք, նույն բանը քրիստոնեությունը երբ որ անդադ քարոզում է աշխարհի վերջ ու վախի մեջ է պահում ամբողջ ժողովրդին, մարդկությանը, այդ աշխարհի վերջը իրականում հենց այն վերջն է, որ համաստեղությունները կրկին փոխվելու են եւ նոր գաղափարախոսության անհրաժեշտություն է լինելու, այսինքն մենք ելի կունենանք 1000 տարվա խավար եւ դրանից հետո նորից էլի Կոպեռնիկոս կհայտնվի, որը մեր այսօրվան է կհիշի։ Մենք ունենք գիտություն, տեխնիկա։ Իսկ այն ժամանակ չի եղել ձեր կարծիքով։ Անշուշտ եղել է, բայց լրիվ ուրիշ սֆերաների վրա։ Այսինքն մասսայականությունը եղել է աշխարհաճանաչողական հավատամքի ֆոլկլորային մասսայականություն է եղել։ Օրինակի համար նախ ասեմ, որ այդ շրջանում բազմաստվածություն հասկացողությունը սխալ են կարված, այդպես չի մեկ աստվածություն էր։ Հենց թեկուզ հալդե աստվածությունը ընդհանրական քառակուսի է դուրս գալիս է թվային ամբողջ համակարգը եւ իր մեջ մնացած աստվածները իր կոտորակներն են։ Ինքը բարձրագույն եւ արարիչ, իրան աստված չեն ասում, ինքը ավելին։ Ինչպես քրիստոնեության մեջ հրեշտակներ եւ աստված։ Հիմա սա մեկ որ մեկ գերագույն էակի մասին էր խոսքը հնագույն աշխարհաճանաչողական կոնցեպտի։ Հիմա երբ որ ասում ենք Վահագն, Անահիտ եւ այլ, դա աստծո էներգիաներն են, որ ֆունկցիաներ են կատարում։ Հները այդպես են, ասենք, կա, ասենք, տողատ մեջ կամ ասենք վեդաներում հետաքրքիր մոմենտներ կան, կամ ասենք թե մեր էպոսում, հա։ Կամ հենց թեկուզ մհերի դրան այդ արձանագրության մաթեմատիկական սխեմայի մեջ միանգամից տեսնում է ամբողջի եւ կոտորակների իր մեջ, հա, համադրությունն ու փոխկապակցությունը եւ այլ։ Մեկը գալիս է մեկ ուրիշ սերունդ, ասենք, հա, եւ միանգամից փորձում է կրճատել, դա չհասկանալով, հա։ Եվ այսպես կրճատումներով, հա, մենք սկսում ենք իջնել, դա կա, բայց այսօրվա գիտության զարգացման տեխնիկայի եւ այլ առումով արդյոք դա կլինի։ Ոչ մեկ չի կարող ասել։ Վերջի հաշվով փաստ է, որ երկրագնդի բնակչության 90-95%-ին պետք է ոչ թե ես ինքս հավատացյալ չասենք համոզյալ եմ, որ գոյություն ունի հոգի եւ այլ, արարչություն, բայց հեքիաթի կողմնակից չեմ, այսինքն հեքիաթ ասելով լավ հեքիաթն է լավ բան է, այդ իմաստով չի, այսինքն պրիմիտիվ ինչ-որ աշխարհաճանաչողական, հարթ է երկրագունդ է, որ գետերը չթափեն, հա, նույնն էլ հավատամքի կամ աստված ձմեռ պապին է ձեր փայտով կամ նման մի բան դրանք։ Հիմա, բայց տեսեք ինչ են արել իմ կարծիքով։ Հա, Անահիտ կամ Աֆրոդիտե գեղեցկության աստվածություն, դա էներգիա է, հա, սիրո եւ այլ, բայց այն ժողովուրդը որպեսզի դա հասկանա, նրան ինչ է պետք, տեսողական շոշափում։ Ուրեմն պետք է արցանը դնել ինքն էլ տակը չոքի։
Ամեն ինչ եղավ։ Եվ մենք դրանից այսօր առաջ չենք գնացել։ Դա կլինի բուդդիզմ, կլինի քրիստոնեություն, թե ինչ-ինչոց, այսինքն կա մի տեղ, որտեղ կարծես ասած արդեն ինչ որ մի բանից պատրաստված է, փայտ կլինի, քար կլինի, բան, վիզուալ ինչ որ բան պետք է լինի, որ ինքը գա ու փորձի կա ձեռնափայտ է ինչ որ տեղ, որ գա կենտրոնանալ, ասես ասեմ, իրեն կենտրոնացման համար կոնկրետ նյութ է պետք։ Գալիս է ասում հիշում եք այդ անեկդոտը։ Ջայլամի պահը եկավ։ Չէ, որ դա բանը գալիս խնդրում է, ասում է, ես եմ ուզում եւ այլն վրացու անեկդոտը ասում է, ռուսը գալիս է ասում է, ող եմ ուզում, 3 բանը վրացին ասում է, ավտոմեքենա եմ ուզում, 3 ռուբլին գրպանից անում, ասում է, բանը Միշեղի ասում, գնաց։ Ես ավելի խոշոր բան եմ ուզում։ Այսինքն ինչ է ստացվում սա։ Ճիշտ է, ժողովուրդը ստեղծել է այս անեկդոտը, բայց սրա մեջ ճշմարտություն կա։ Այսինքն այդ կռապաշտություն հասկացողությունը ոչ թե կապված է ինչ-որ միայն հետանոսության հետ, թե մինչև այսօր կա դա մարդու հոգեբանությունն է։ Մարդ ասածից նկատի ունեմ, ասենք, այսօր ինչ 6-ից արդեն 7 ենք մոտենում, 7 միլիարդ բնակչության 95% այդպիսին է։ Թվում է թե հա ինքը հիմա սելֆոնը, հա, բջջային հեռախոսել ունի եւ այլն, բայց կապ չունի։ Ինքը դա օգտագործում է առանց մտածել է, որ այդ շերտերը բան, իրան պետք է այդ պրիմիտիվ հեքիաթը Եվ եթե հանկարծ իշխանությունը այդ ձեր մտակցությունը մասնի նրան, ապա ինքը բոլորիս առաջերտին գուցե ձեզ, հետո ինձ կամ ինձ հետո ձեզ, բոլորիս կամ ինկվիզիցիայի կընդարկի։ Եկեք այստեղ վերցնենք փոքրիկ դադար զանգ։ Մենք ժամանակ առ ժամանակ ինկվիզիցիայի ենթարկվում ենք, դուք մենք այսօր էլ ամեն օր ենք մենք անընդհատ շատ լուրջ ինկվիզիցիայի ենք մտավախության մեծամասշտաբի մասին է ասում, թե ինչպես է դա փուլ տեղի ունենում։ Այո։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Ողջունում եմ ձեր ուրին ու մի հարց տամ արագ, որպեսզի ժամանակ բան չլի։ Ուրեմն մի 10 տարի, թե 7 տարի առաջ երկու երիտասարդ կային ուսումնասիրում էին Սասունցի Դավիթ Պոսը եւ նրանք ասում էին, որ Հայաստանի ամբողջ ապագան նույնիսկ կարելի է դեպսով գուշակել, իմանալ ինչ է լինում։ Այս տեսակ նոր։ Եվ մի հարցել խնդրում եմ, ես բանը իմ կողմից, ես այդ Դավիթի անեծքը չեմ հասկանում փոքր մհերին, որ ֆակվիր քարայում մինչև Գարին կդառնա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Դե հետաքրքիր է այդ մասին բոլորս ենք։ Նախ հենց նոր խոսում ենք, ասենք թե երկու հոգի գուշակությունները Հայաստանի ապագան էպոսի մեջ։ Հենց նոր խոսում ենք, չէ, գիտելիքի պրիմիտիվացումը եւ չընկալումը արդեն դառնում է գուշակության առարկա։ Չէ, նույն բանը կատարվում է եւ քրիստոնեության եւ Աստվածաշնչի մեջ, այսինքն ցանկացած հավատացյալ ինքը այնտեղ կոդեր է վերցնում եւ նա աշխարհի վերջն է գուշակում։ Զանգ տվող ասեց, որ մի քանի տարի առաջ երկու երիտասարդ փորձել են էպոսով Հայաստանի կյանքն ու բախտը գուշակություն անել։ Իսկ կանխատեսել, որոշ կոդեր վերցնել։ Դուք ճիշտ չհասկացաք, այնտեղ գուցե կան կոդեր, որոնք նույն այդ աստվածաշնչային կոդերը բոլորը բացված են 500 էջանոց գրքում, խնդրեմ կարող եք մտնել հնագույն հեթանոսական Այսինքն ի նկատի ունի հեռուստադիտողը, որ ամբողջ պատմությունը երկրագնդի, որը վաղեմի շրջանից քեզ տալիս է համաստեղություններ, նա նաև ելքն է տալիս մենք դեպի ուր ենք գնալու։ Գուցե այդ կոդերը եւս կան Սասունցի Դավիթի էպոսում, վստահ եմ որ կլինեն, դուք էլ դրանք տեսած կլինեք։ Դուք համ ասում եք, համ փորձում եք իմ փոխարեն հաստատել։ Դե տեսնեմ դուք ինչ եք ասում։ Ես էլ ասում եմ ոչ։ Չկա։ Ես ասում եմ դա աշխարհճանաչողական կոնցեպտ է։ Որտեղ բացի ուրեմն կա ժողովրդի հավաքական բարոյահոգևոր նկարագիրը մեր ժողովրդի, կա աստղագիտական փուլային էպոխաները, արարչության մասին ամբողջ հնագույն պատկերացումներ եւ աշխարհճանաչողական կոնցեպտը ամեն դեպքում բախտ նայելու հարց չի եւ ինքը բախտ նայելու լծակ չի։ Դե այդ դեպքում հեռուստադիտողի երկրորդ հարցը անեծքը ինչպես է մեկնաբանվում։ Սա հենց նոր որ մենք խոսում ենք եւ դուք մտահոգություն արտահայտեցիք, որ ինչպես է լինում, որ փուլ առ փուլ գալիս է եւ տգիտությունը, հա, միանգամից ինկվիզիցիա է ստեղծում համաշխարհային մեծամասշտաբ բանով։ Ես էլ ասում եմ, այ նման օրինակներով։ Այսինքն գիտական բանը դառնում է արդեն պրիմիտիվ
մոդել եւ այլն։ Չգիտեք, ես ինչի եմ վիճում, որովհետեւ այնտեղ եթե ամբողջ աշխարհ ճանաչողական այդ համակարգը կա, ապա կա նաեւ ելքը, չէ, հաստատ դեպի ուր է գնալու։ Կլինի ինչ որ տարբերակով, փուլերը նշված կլինեն։ Հաստատ մեր նախնիները չեն եկել մինչեւ այսօր ու կանգ առել։ Նրանք մի քիչ էլ առաջ գնացած կլինեն, որ համաստեղությունից հետո էլի ինչ կլինի, ինչ կփոխվի։ Ես կարծում եմ, որ հերոստատիտողը դա է նկատի ուներ, այլ ոչ թե գուշակենք, լավ ենք ապրելու, վատ ենք ապրելու, մահանալու ենք, կործանվելու ենք։ Հիմա եթե օրինակի համար թերմոդինամիկա երկրորդ օրենքն ենք ցիտում, կամ ասենք թե փուլային շրջապտույտի եւ այլն կամ մասնագիտական կամ տեզերահարարման հավատամքային կոնցեպտի, որը կա ասենք թե մեր էպոսում, դա դեռ չի նշանակում, որ սրա նրա բախտը գուշակելու խնդիր ինքը ունի մեջ է, դա ասած։ Եկեք հիմա անեցքին էլ վերադառնանք։ Անեցքին վերադառնանք։ Նախ եւ առաջ իմ գրքում նախտակա ես փորձեմ կարճ, հա, ասնել անշուշտ էպոսը հազարավոր տարիներով բանավոր փոխանցման անցնելու հետ դեպի մեզ որ հասել ունի բաներ, որ ասենք չի հասել կամ փոփոխվել։ Իմպրովիզներ է արվել ժողովրդական գուսանի պատմողի կողմից, որ չգիտեր ինքը ինչ կոնցեպտ, ինչ մի հատ հզորագույն, հնագույն, այսպես ասած, աշխարհճանաչողական կոնցեպտ է փոխանցում։ Դա գիտեր սրբազան է ու պիտի փոխանցի։ Սա մեկ։ Բայց այդ կոնցեպտի մեջ կարևորն ու գլխավորը նա է, որ մահերը անմահ է եւ անժառանգ է։ Այսինքն բոլոր աստվածությունները, իսկ էպոսում մենք ունենք 8 աստվածություններ կամ 4 զույգ աստվածություններ։ Կին եւ տղամարդ, հա, հայր մայրներ, հա։ Այս 8 աստվածությունները նույն մահերի դրան արսանագրության մեջ գերագույն 8 աստվածություններն են, որոնց զոհաբերվող ցուլերի թվականակը 36 է։ Մեր տարերը 36 են, Արմենիա։ Սա սրբազան է։ Բոլոր աստեղատրները հյուսիսային միջին գոտային եւ հարավային իրար հետ 36 աստեղատրներ են։ Հա, դες ուր են գա։ Հիմա սրանք բոլորը փուլ առ փուլ բերեցին կայացավ փոքր մահերը, որ ինքը տեզերական էակն է։ Ինքը ոգին է տեզերական քարի մեջ, մատերիայի մեջ, եւ արդեն դու ունես արդյունքը։ Բայց ինքը չունի շարունակություն։ Հա, դա արդեն մենք նոր տեզերքի մասին կխոսենք, էլի։ Դրա համար նա անմահ է եւ անժառանգ։ Հիմա այս կոնցեպտն է, ինքը հավերժ է, ինքը չունի էլ մշտակա է, հա, եւ այսպես ասած ու չունի վերարտադրման փուլ, ինքը պետք է վերանա նորից վերածնվի։ Այս խնդիրը կա էպոսի մեջ եւ դա մեր էպոսի մեջ հստակ կա։ Հոգեվոր տեզերքում հոգում սպանում են դառնա վերածնվում է մատերիալ, ստեղ սպանում են հոգիա դառնում։ Այդ կա 7-րդ պատում առաջի հատոր։ Չտեսնված է հանճարեղագույն պատում է։ Հիմա այդ կոնցեպտը կա։ Հիմա թե ինչ է մոռացվել եւ այստեղ արդեն անեցքի մոմենտով այդ կոնցեպտը ստացվում է Դավիթը անիծեց մահերին։ Սա ես կարող ենք համարել միջոց, որպեսի անմահության կամ վերջնափուլիը որպես արդյունք տեզերական էակ մահերին երկու ֆունկցիաները անմահ եւ անժառանգ միտելու, ցիտելու համար կարող ենք հասկանալ, որ ասենք թե մի ուրիշ մոտեցում է եղել, որը մոռացվել է, իսկ հետո ժողովրդական կամ չի հասկացվել ժողովրդական մեկնողի, հա, գուսանի պատմողի կողմից եւ նա թեթև իմպրովիզար է ոնց հասկանա։ Կամ այն, որ դուք ասեցիք, այդ գրքից մեջ կա երբ դուրս կգա մահերը քարից, երբ ծորեն լինի քանց մասուրմի, երբ մասուր լինի քանց ընկույզմի, սրանք բառացիորեն թվեր են, որովհետև եթե վերցնենք հնագույն հայկական թվային, հա, չափման միավորները, որը փայլուն տվել է Մանանդյանը երրորդ հատորը, ուրեմն ինչ է նշանակում գարի, դա թիվ է 8640, ինչ է նշանակում ծորեն, ինչ է նշանակում տեսնում ենք, չէ, այնտեղ բառացիորեն ասում է փուլային շրջապտույտի թվային համակարգը։ Բայց փաստորեն դուրս կգա։ Դուրս է գալիս, որ եւ տրամաբանական է, ինչ որ այսօր մեկնաբանել են, այսպես ասած, այս սովետական շրջանում եւ այլն։ Ինչ է ստացվում։ Այն ժամանակ դուրս կգա, երբ որ ամեն ինչ լավ լինի, լիություն լինի եւ այլն։ Էլ խես դուրս գալի։ Իսկ տեսեք, տրամաբանականը չի շահկապվում, միջև այժմ դա ուտելիքի բարության, լիության հետ կապելը տրամաբանորեն չի հիմնավորվում։
Բայց եթե հասկանում ես լավ ինչի ծորեն, ինչի մասուր, հա, ինչի գարի, ինչ նայում ես, ասենք Մանանձյանի մոտ եւ այլ տեսնում ես դրանք բոլոր թվերը դնում ես մեջ, տեսնում ես որտեղից որտեղ է գալիս եւ տեսնում ես ամբողջ Շնորհակալություն, մեծ հուշում եմ ժամանակը։ Շատ հետաքրքիր զրույց էր, անչափ շնորհակալ ենք ձեզ։ Այ այդ Սասունցի Դավթի մեկնաբանությունները որ գրքում կարող են գտնել որտեղից։ Ես ունեմ կայքեշ կոչվում է arthurarmin.com arthurarmin.com .com եւ իմ բոլոր գրքերը բացի այս վերջի գիրքը, սա էլ մի ժամանակ հետո կդրվի, ուրեմն PDF ֆայլով, տակը տառեր կան, որ կարող պետք է բեռնել։ Բոլոր գրքերս անվճար կարող եմ բացել եւ ընթերցել։ Շնորհակալություն։ arthurarmin.com այնտեղ մուտք գործեք ինտերնետային կայք եւ եթե ձեզ հետաքրքրում է, իսկ վստահ ենք որ հետաքրքրում է, մանրամասն ամեն ինչ կիմանաք, մենք բարբերաբար կհրավիրենք, երբ որ Arthur Armin-ը կլինի Հայաստանում։ Կհանդիպենք քիչ անց։